պատմության տուն, որ Սուրբ գրքի մեջ նշված է որպես Բեթեսդա։ Եվ ես խոսալու եմ այդ ավազանի մեջ կատարված երևույթի մասին, որի շուրջը մենք համառոտ կկիսվենք։ Սրանից հետո տոն էր հրյաների և Հիսուսը վեր ելավ Երուսաղեմ։ Եվ Երուսաղեմում ոչխարած դռան մոտ մի ավազան կա, որ եբրայեցերեն Բեթեսդա է կոչվում, որ 5 սրահ ունի, նրանցում խիստ շատ հիվանդներ կային պառկած, կույրեր, կաղեր, չորացածներ, որ ջրի շարժվելուն էին սպասում, որովհետև Տիրոջ հրեշտակը ժամանակ վայր էր գալիս այն ավազանը և ջուրը շարժում։ Եվ ջրի շարժվելուց հետո նրա մեջ առաջ մտնողը բժշկվում էր, ինչ հիվանդություն էր, որ ունենար։ Եվ այստեղ մի մարդ կար, որ 38 տարի հիվանդության մեջ էր։ Երբ Հիսուսը նրան պառկած տեսավ և գիտավ, թե նա արդեն շատ ժամանակից է, նրան ասաց. «Կամենում ես առողջ լինել»։ Հիվանդը պատասխանեց նրան. «Տեր, մարդ չունեմ, որ երբ որ ջրերը շարժվում են, ինձ ավազանի մեջ գցի, և մինչև որ ես գալիս եմ, ուրիշն ինձանից առաջ իջնում է մեջը»։ Հիսուսը նրան ասաց. «Վեր կաց, մահիճը տար և ման եկ»։ Եվ մարդն իսկույն ողջացավ և վեր առավ իր մահիճը, և ման էր գալիս, և օրը շաբաթ էր։ Ավազան, որի մեջ շատ հիվանդներ կային։ Այդ պատմությունը ուղղակի մեզ հուշում է, մեզ կարծես թե խոսում է մարդու արժեքի մասին։ Այդ պատմությունից երևում է, թե ինչքան մեծ արժեք ունի մարդը Տիրոջ աչքերին, ինչքան մեծ է վերջապես նրա արժևորումը։ Այդ հիվանդը 38 տարի պառկած էր այդ ավազանի մոտ։ 38 տարի շարունակ ավազանի ջրերը շարժվում էին, և նա, ով առաջին է մտնում էր ավազանի մեջ, բժշկվում էր։ Պատկերացնում եք անդամալույծ անձնավորություն։ Ամեն անգամ, ես չգիտեմ տարվա մեջ քանի անգամ այդ ջրերը շարժվել, ամեն օր շարժվել արդյոք թե ոչ, բայց ամեն անգամ, երբ որ ջրերը շարժվում են, նա փորձ է անում իրան գցել ավազանի մեջ, բայց անդամալույծ է, չի կարողանում։ Բազմահազար մարդիկ կան այնտեղ, 5 սրահ և 5 սրահն էլ լեցուն հիվանդներով։ Եվ ամեն անգամ, երբ որ նա փորձում է մոտենալ ավազանին, այդ բազմության ոտքերի տակ տրորվում է, որովհետև ինքը չի կարող խույս տալ, ինքը չի կարող որևէ շարժում այլ, ու նա տրորվում է։ Եվ փոխանակ նրա ցավերը մեղմանալու, փոխանակ իր ցավերից ազատագրվելու օր-օրի վրա նրա վիճակը ավելի վատանում է։ Դուք ես ուզում եմ ուղղակի պատկերացնեք անդամալույց մեկին, որ չի կարողանում քայլել, չի կարողանում շարժվել, ու բազմահազար մարդ, թեկուզ հարյուրներով մարդիկ հիվանդ ուզում են բժշկվել, բոլորն էլ ուզում են բժշկվել, եւ նրանք արդեն չեն նայում, ով կա իրանց շուրջը, ինչ կա իրանց առաջ, տրորելով ուղղակի ամեն մեկը փորձում է հասնել այդ ավազանին։ Ու 38 տարի այդ մարդը այդպես տանջվում է, սպառվում է, գրեթե ոչնչանում է, արժեզրկվում է, ոչ մեկի ուշադրության արժանի չի։ Բայց Հիսուսը հանկարծ հայտնվում է այդ ավազանի մոտ, ու նա տեսնում է նրան, ով 38 տարի, ում 38 տարի ոչ մեկը չէր նկատում, ով 38 տարի շարունակ մարդկանց ոտքերի տակ տրորվում էր։ Հիսուսը հանկարծ տեսնում է նրան, հայտնվում է այդտեղ ու տեսնում է նրան, եւ առաջին հարցը, որ տալիս է, հետևյալն է. ինչ ես ուզում դու։ Դու հիմա այստեղ ես, այս դահլիճում ես, եկել ես Աստծուն փառաբանելու ու երկրպագելու։ Ամեն մեկս մի ինչ որ որոշում, մի ցանկություն ունենք։ Հիսուսն այսօր այստեղ ու քեզ հարցնում է. ինչ ես ուզում դու։ Ես խնդրում եմ, որպեսզի այդ հարցը քո մտքի մեջ, քո սրտի մեջ անընդհատ հնչի։ Ինչ ես ուզում դու, որ այսօր այստեղ ես։ Արդյոք քո ուզածը նա է, որ գաս քո խիղճը հանգստացնես ու գնաս։ Արդյոք քո ցանկությունը նա է, որ գաս ինչ որ պարտականություն կատարես ու գնաս։ Արդյոք քո ցանկությունն է, որ գաս այստեղ տեսնելու նրան, ում այդքան փափագում ես ու ցանկանում ես։ Ինչ ես դու ուզում։ Եվ այդ մարդը արձագանքի այդ մարդի հետևյալն էր. Տեր, մեկը չունեմ, որ երբ որ ջրերը շարժվում են, ինձ ավազանը գցի։ Հասկանում եք, այդ մարդու պատասխանը կարեկցանք
առաջացնող մարդու պատասխան էր։ Կարեկցանք, վերջապես խղճահարություն։ Մենք այսօր շատերս ճիշտ նույն ձևով ենք արձագանքում, ինչ ես ուզում հարցին։ Մենք կարծես թե փորձում ենք Աստծո խեղճ մտանքը զարթնեցնել, խղճահարությունը զարթնեցնել, որպես ինչ որ բանով օգնի մեզ։ Մենք ուզում ենք մեր միջավայրի, մեր շրջապատի մարդկանց ուշադրության կենտրոնում լինենք, ներկայացնենք մեր վիճակը, վերջապես այն ամեն ինչ կատարում մեզ հետ, որպեսզի մարդիկ խղճան մեզ ու ինչ որ ձևով օգնեն մեզ։ Բայց Հիսուսը չի եկել, որպեսզի նա գիտի քո վիճակը, նա չի եկել, որպեսզի քեզ վերջապես այդ խղճահար, խեղճ վիճակում տեսնի քեզանից լսի այդ։ Նա այստեղ է, որպեսզի քեզ այդ հարցը տա, ինչ ես ուզում, եւ կախված անկախ այդ հարցի պատասխանից նա այդ անդամալություն ասում է. վեր կաց, մահիճը տար ու քայլի։ Հիսուսն այսօր այստեղ է ու քեզ ասում է. վեր կաց քո ընկած վիճակից, վեր կաց քո անհույս վիճակից, վեր կաց քո վերջապես ողբերգությունից, քո ցավից, քո հիվանդությունից, վեր կաց ու քայլի, որովհետև նրա անունը բժիշկ է, բժիշկների բժիշկ, նրա անունը թագավոր է, նրա անունը Տեր է, նրա անունը իշխան է։ Նա այստեղ է, որպեսզի իշխանությամբ քեզ ասի. վեր կաց, մահիճը տար, խղճահարությունդ մի կողմ դիր, ցավդ մի կողմ դիր ու հետևի ինձ ու ես կարող եմ քո երջանկության աղբյուրը դառնալ։ Փառք Տիրոջը այդ հրաշագործ ներկայության համար։ Ավազանը մեզ մի քանի բան է սովորացնում։ Անտեղ կային բազմաթիվ հիվանդներ, շատ հիվանդներ։ Գիտեք, մի հիվանդություն չէր, բազմաթիվ հիվանդներ, կույրեր, կաղեր, անդամալյուսներ, չորացածներ, բազում կարգի հիվանդներ կային այդ ավազանի մոտ։ Ավազանը մեզ խորհրդանշում է այս աշխարհը, այս հիվանդությամբ, այս ցավով, տառապանքով լի աշխարհը, աշխարհ, որտեղ մարդիկ հիասթափված են, հուսախաբված են, անորոշության մեջ են, տագնապի եւ վախի ու երկնտանքի մեջ են։ Ինչ է կատարվում այսօր մեր շուրջը։ Բերեք հեռու չգնանք նայենք ռուս-ուկրաինական պատերազմին, ինչ է կատարվում, ինչ ողբերգություն է, ինչ ցավ է, այդ հիվանդություններով լի աշխարհում մենք ապրում եւ մենք պիտի հասկանանք ու պիտի խորապես ցավ ապրենք այդ աշխարհի համար եւ պիտի հասկանանք, որ այդ աշխարհի բժշկությունը կախված է մեզանից, որպես Աստծո ժողովուրդ։ Մեր միջավայրի, մեր շրջապատի բժշկությունը, ազատագրումը կախված է մեզանից։ Բայց որպեսզի դա տեղի ունենա, մենք պիտի կարողանանք գնալ։ Մենք չենք կարող նստել ու սպասել ինչ է կատարվելու։ Աստծո խոսքը մեզ հուշում է, որպեսզի մենք գնանք։ Այրվող Մորենի եկեղեցի, դու նրա համար ես, որպեսզի գնաս այդ ցավոտ աշխարհին։ Դու նրա համար ես, որպեսզի գնաս այդ ավետիս, այդ պատգամը տաս, փոխանցես։ Այսօր շատ երիտասարդներ կան, ովքեր ուղղակի ապագան դեռ առջևում է։ Ես խորհուրդ եմ տալի երիտասարդներ ձեզ, գոնե առնվազն մի լեզու, անգլերեն լեզու սովորեք, որովհետև դուք նրա համար չեք, որ գաք նստեք այստեղ մինչև ինպես ծերանաք։ Դուք նրա համար չեք, որպեսզի գաք նստեք այս ծերացածների մեջ ու նրանց ժամանակին, նրանց վիճակին, կարգավիճակին հայտնվեք։ Դուք նրա համար եք, որպեսզի կարողանաք ձեր երիտասարդության տարիներին գնալ այդ հիվանդ, այդ կորսված, այդ մոլորյալ աշխարհին ավետարանի պատգամը տալու։ Հիսուսի վերջապես այդ շնորհը փոխանցել, որպեսզի կարողանան մարդիկ գտնել Աստծուն։ Երջանկություն չկա ոչ մի բանի մեջ։ Այսօր մարդիկ սպանում են իրան, կոտորում են, ոչնչացնում են, որպեսզի հասնեն ինչ-որ բանի, բայց արդյունքում ոչ մի բանի էլ չեն հասնում։ Եթե հասնում են ինչ-որ բանի, միևնույն է կարճ ժամանակ հետո մեռնում են, թողում են այդ ամենը ու գնում։ Բայց դուք նրա համար ես, որպեսզի այդ կորսվող մարդուն ավետանի պատգամը տաս, հավիտենական կյանքի ավետիսը, Քրիստոսով եղած փրկության պատգամը, նրա շնորհով եղած փրկությունը կարողանաս տալ այդ կորսվող աշխարհին եւ աշխարհը երջանիկ կլինի ու աշխարհը կարող է ուրախանալ դրանով։ Առաջի բանը այդ ավազանի մոտ մենք նաեւ հասկանում ենք, որ Հիսուսին Աստված ուղարկել է աշխարհ, որպեսզի բժշկի հիվանդներին, որպեսզի ազատագրի մարդուն, որպեսզի վերջապես մարդուն մահից կյանքի տանի, եւ Հիսուս այդ նպատակի համար է եկել։ Ոչ մի ձևով,
Ոչ մի ձևով, անգամ եթե մեր մարմինն էլ այրելու տանք, մենք չենք կարող մեր մեղքերի թողության հարցը լուծել, մենք չենք կարող մեր փրկության հարցը լուծել, փրկողը մեր Տերն է, ով մեռավ մեզ համար, ով զրկվեց մարդկային տեսքից ու կերպարանքից, այնքան ծեծեցին նրան մեր մեղքերի, մեր անօրենությունների համար, որ կորցրեց մարդկային տեսքը, ասում եմ մենք նայելու ախորժակ էլ չունենք, որ նայենք ու ախորժենք, որովհետև դա զրկվել էր մարդկային սովորական տեսքից ու կերպարանքից, քո փոխարեն ծեծվելու, քո փոխարեն վերջապես տառապանք ու ցավ կրելու հետևանքով։ Այդ ամենին մենք էինք արժանի, բայց նա բարեհաճեց այդ ամենը իր վրա վերցնել եւ մեռնել խաչի վրա։ Նա հայտնվեց այնտեղ, որտեղ այդ մարդը 38 տարվա անդամալույցը ոչ մեկին պիտանի չէր։ Նա գրեթե մարդ լինելու բան էլ չուներ, անուն էլ չուներ, որ մարդ կոչվի։ Ոչ մեկը նրան մարդ չէր համարում, տրորում էին ու տրորում, բայց նա հայտնվեց հենց նրա համար, որպեսզի այդ տրորված, այդ կորսված, այդ երեսից ձգված անձնավորությունը կյանքի կոչի։ Եթե դու այստեղ ես ու մտածում ես, որ դու լքված ես, դու անտեսված ես, մարդիկ քեզ վրա ուշադրություն չեն դարձնում, ոչ մեկը քեզանով չի հետաքրքրվում։ Ես ուզում եմ քեզ ասել, որ նա, ում անունը Հիսուս է, նա այստեղ է, որտեղ 2-3 հոգի իմ անունով հավաքված են, ես նրանց մեջ եմ։ Նա այստեղ է, որպեսզի քեզ ապրի ասի։ Նա այստեղ է, որպեսզի քեզ ասի վեր կաց։ Նա այստեղ է, որպեսզի քեզ ասի մահիճ տառու գնա, գնա պատգամը տալու, գնա ավետիսը տալու, գնա մարդկանց փրկության առաջնորդելու։ Այդ ավազանը մեզ սովորեցնում է նաև, որ Հիսուսը մյուս բժիշկներից խիստ տարբեր էր։ Այս մասին ես կարծեմ էլի եմ խոսացել։ Նա բոլորովին նման չէ ժամանակակից բժիշկներին։ Այսօր ամեն բժիշկ իր մասնագիտությունը ունի, իր նեղ ոլորտը բժշկության։ Մեկը սրտի է, մեկը գլխի է, մեկը ձեռքի է, մեկը ոտքի է, վերջապես։ Նահանգներում մի ձեռքի համար 3-ից 4 բժիշկ կա։ Եթե վերջապես այդ ափի խնդիր կա, ափի բժիշկը կա։ Եթե այս մասը ինչ է։ Ինչ է։ Ինչ։ Դաստակ։ Ճիշտ է։ Եթե այս մասն է, ուրեմն սրա բժիշկը կա։ Եթե այս մուսկուլի մասն է, սրանը կա, ուսինն է, ուսինը կա։ Եթե հանկարծ դաստակի ու այս թաթի մեջտեղին մի հատ հիվանդություն կա, ոչ նա կմոտենա դրան, ոչ էլ նա, մեկ-մեկի վրա կձգեն։ Նեղ մասնագիտություն է։ Լավ բժշկություն է, բայց շատ նեղ է։ Մեր քույրը ամեն կարգի սրսկումներ անում է, էլ երական մտնում, տորել մկանային անում, ինչ ասես։ Այնտեղ մկանային վերջապես ներարկում անողը երբեք երակ չի անի, չի էլ մոտենա, եթե հանկարծ անի կդատեն դրա համար։ Բայց Հիսուսը տարբեր է բոլոր բժիշկներից, որովհետև նրա համար ոչ ափ կա, ոչ դաստակ կա, ոչ ուս կա, ոչ ոտք կա, ոչ ձեռ, ոչ սիրտ, ոչ գլուխ, ամեն հիվանդության նա բժիշկ է, ամեն կարգի հիվանդության, չկա մի հիվանդություն, որ նա անզոր լինի, որ նա չկարողանա։ Այնպես որ, եթե դու այստեղ ես որևէ հիվանդությամբ, որևէ ցավով, հիշիր, որ նա այստեղ է, որպեսզի քեզ ապրե ասե։ Հիշիր, նա այստեղ է, որպեսզի քեզ վեր կաց ասի ու դու կարողանաս քայլել։ Ես ափսոսում եմ, որ ժամանակակից եկեղեցիներում այս բաների վրա այդքան ուշադրություն չեն դարձնում։ Ուղղակի ուզում եմ կարամ շատ օրինակներ բերեմ, Հիսուս ինչ բժշկություններ արավ, մեռելներ հարություն տվեց, վերջապես ամեն կարգի հիվանդության նա բժիշկ է։ Բայց այս եկեղեցիներում ցավոք սրտի այս մասին ընդամենը մարդիկ գիտեն, բայց այդքան չեն բարձրաձայնում։ Հիսուսի այդ դեպքից հետո երբ է էլ նման դեպքեր եղել, չգիտեմ, չեմ կարող ասել, բայց այն ինչ որ այսօր կա, իրական վիճակը դա է։ Ես ցավում եմ եւ թող չնեղանան ոչ մեկը, բայց ուզում եմ ժամանակակից մեր քրիստոնեությունը նմանեցնել Բեթեսդայի դատարկ ավերված ավազանին։ Այսօր այնտեղ որևէ հոգևոր բան չի կատարվում։ Շատերը նույնիսկ մտածում են ու ասում են, երբնական դրսևորումների ժամանակը անցել է, պետք չէ այդ մասին խոսալ։ Այդ անցել է այդ ժամանակը, մեկը հիմա տենց բաներ չկան,
Բայց ես ուզում եմ ասել քեզ, որ Աստծո խոսքը ժամանակ չունի, որոշված դրված ժամանակներ չկան։ Աստծո խոսքը երեք այսօր եւ հավիտյան նույնն է։ Հիսուսը երեք այսօր եւ հավիտյան նույնն է։ Այն Հիսուսը, որ ժամանակին մեռելներ էր հարություն տալի, այդ Հիսուսը նույնն է այսօր։ Այդ Հիսուսի ձեռքը չի կարճացել։ Այս Հիսուսի ականջը չի դադարել լսելուց։ Նա ձեռքը միշտ երկար է, նրա ականջը միշտ լսում է ու նրա աչքը միշտ տեսնում է ու նա գիտի քեզ։ Նա ասում է ես իմ ոչխարներին անունով եմ կանչում։ Նա քո անունը գիտի, անգամ քո անունը եւ նա քեզ քո անունով է դիմում։ Քեզ միայն մնում է պատասխանես այդ հարցին, ինչ ես դու ուզում։ Սա խիստ կարևոր է, որովհետեւ սրանից կախված է ամեն բան։ Ինչ ես դու ուզում։ Եվ եթե քո սրտի փափագը անկեղծորեն ազատագրվելը, Սուրբ Հոգով լցվելը ու նրա պատվիրանի համաձայն աշխարհին գնալն է, նա պատրաստ է այսօր իր ներկայությամբ գեղեցկացնել քո կյանքը, նա պատրաստ է այսօր քեզ կյանքի կոչել։ Թող Տերը փառավորվի ու մենք կարողանանք հասկանալ, որ նա մեր բժիշկն է, նա մեր Տերն է, նա մեր Թագավորն է։ Ես չէի ուզենա, որ մեր եկեղեցիները գնալով նմանվեն Բեթեսդայի ավազանին, բայց իրականությունը նա է, որ եթե այսպես շարունակվի, եթե այսպես մենք անտարբեր մնանք, երիտասարդներ, ես այս խոսքը ասել եմ մեր եղբայրներից մեկին, երբ որ նա ասում էր, ես սպասում եմ, որ Սուրբ Հոգով լցվեմ ու նոր ծառայություն անեմ։ Ես ասեցի, գիտես, սպասելով կսպասես ու մի օր հանկարծ կտեսնես, որ Սուրբ Հոգով լցվելու փոխարեն քո ձեռքին ձեռնափայտ է ու դու արդեն հազիվ այդ փայտին հենվելով քայլում ես։ Երիտասարդներ, մեկ սպասի, որ հրաշք կկատարվի ինչ որ ու դուք կլցվեք Սուրբ Հոգով եւ կսկսեք նոր ծառայություն անել։ Արեք այն, ինչ կարող եք։ Տերն ասում է, ինչ որ անես օրհնելու եմ։ Սկսելն է, դուք արեք։ Դուք կրկնում եմ կանչված եք նրա համար, որպեսզի հավետանի պատգամը փոխանցեք։ Իհարկե խոսքս նաև մեծերին է վերաբերվում։ Մեծեր դա չի նշանակում, որ դուք էլ անելիք չունեք։ Նա ասում է, որ թող մեծահասակները սովորեցնեն դեռահաս աղջիկներին, իրանց ամուսիններին սիրել իրենց ընտանիքները ղեկավարել, վերջապես սովորեցնելու բան ունեք։ Եթե ձեզ բախտ չի վիճակվել ավետանի պատգամը տանել, փոխանցել, հասցնել մինչև աշխարհի ծայրերը, դուք ունեք ձեզանից հետո բարձրացող երիտասարդներ, որոնց կարող եք սովորացնել, ուսուցանել, համարձակություն, քաջալերանք ներշնչել, որպեսզի գնան ավետանի պատգամը տալու։ Հասկանում եք, մենք ուրիշ անելիք չունենք։ Տերը իր վերջին մեծ պատվիրանը տալուց ասավ. գնացեք ավետանի պատգամը ամբողջ աշխարհով մեկ տարածեցեք։ Երուսաղեմում, Հրեաստանում, Սամարիայում եւ մինչեւ աշխարհի ծայրերը։ Սա մեր կանչվածությունն է, մենք ուրիշ անելիք չունենք։ Մենք նրա համար չենք, որպեսզի նստենք այստեղ, նա լավն է, նա վատն է, նա գեղեցիկ է, նա տգեղ է, նա նայ է, մենք դրա ժամանակը չունենք, մենք դրա համար չենք։ Մենք դրա համար չենք այստեղ, որպեսզի ուրիշ եկեղեցիներին քննադատենք։ Մենք դրա համար չենք, որպեսզի վերջապես ինչ որ շարժում մեծարենք, ինչ որ շարժում անարգենք։ Մենք նրա համար ենք, որպեսզի դառնանք պատգամը փոխանցողը։ Եվ սա մեր կանչվածությունն է։ Եթե մենք այդ կանչվածության մեջ չմտանք, մենք կրկնում եմ մի օր կտեսնենք, որ արդեն ուշ է, մի օր կտեսնենք, որ արդեն էլ ժամանակ չկա։ Դուք գիտեք, ես այնքան երանի եմ տալի ձեր ժամանակներին, որովհետև մեր ժամանակներում նման բան չկար։ Մեր ժամանակներում մենք անգամ մեր երեխաներին եկեղեցի տանելու իրավունք չունեինք։ Մենք դուռը փակում ենք մեր երեխաների վրա, ինչ կստա, ինչ կանեն, ինչով կզբաղվեն, դա մեզ չէր հետաքրքրում, որովհետև մեզ ասել են երեխա չբերեք։ Ու մենք գնում էինք իբր ասում պաշտելու, բայց մեր երեխաները մնում էին իրանց քմահաճույքին, իրանց սխալների, իրանց բացթողումների մեջ։ Դա էր պատճառը, որ շատ ընտանիքներ, որ երեխաներ ունեն, այն շատ երեխաներ են ժամանակ, տարին մի անգամ պետք է երեխա լիներ։ Տարին մի անգամ դուռը թակում էին, դուռը բացում էր, ասում են, հենց նորություն կա, այդ նորությունը երեխա ունենալ չունենալու մասին էր։ Հասկանում ես, բայց ցավոք սրտի 7 ու 10, 12 երեխա ունենում էին ու բոլորը մեծանում էին առանց Աստծու, մեծանում էին եւ
Աստծո հետ էլ գործ չունեին, ոչ էլ Աստծո հետ գործ ունեին։ Այսինքն ունենում են երեխաներ ոչ թե Տիրոջ համար, այլ աշխարհի համար։ Հայաստանում առնվազն 3 անգամ Աստված արթնություն ա բերել։ Հրաշալի արթնություն, հրաշալի բաներ են կատարվել, աննկարագրելի, անզուգական, բայց սխալների հետևանքով այդ ամենը փակվել է, մեկը մեկի հետևից։ Եվ այսօր մենք հայտնվել ենք մի կարգավիճակում, որ փափագում ենք մի հոգի գոնե Սուրբ Հոգով մկրտվի։ Փափագում ենք մի հոգու գոնե լսենք օտար լեզուներով խոսելավ եւ դա ուրախություն է։ Նախկինում խմբերով մկրտվում էին Սուրբ Հոգով։ Պաշտամունքի են ժամանակ միանգամից Սուրբ Հոգին իջնում էր ու մարդիկ լեզուներ են խոսում։ Սիրելիներ, այդ հոգին նույնն է։ Այդ իրար հետ խոսալուց դուք կարող եք լցվել Սուրբ Հոգով, դուք կարող եք փոխանցողը դառնալ, դուք կարող եք այդ մարդկանց կյանքի մեջ մեծ օրհնություն բերողը դառնալ։ Համարձակվեք արեք։ Մեր ժամանակների նման ձեզ արգելող չկա, ձեր ձեռքից բռնող չկա, ձեզ խանգարող չկա, ձեզ ընդհակառակը քաջալերում են ու ասում են գնացեք, գնացեք, գնացեք։ Գնացեք պատգամը տվեք, անկախ ձեր կարգավիճակից, գնացեք պատգամը տվեք, սկսեք ձեր տնից, սկսեք ձեր մտերիմից, ձեր բարեկամից, որովհետև մենք կրկնում եմ ուրիշ անելիք չունենք, մենք դրա համար չենք, որ գանք այստեղ լեկցիաներ կարդանք, ձեզ սովորացնենք, դուք էլ դուռնից դուրս գալուց հետո մոռանաք ու գնաք, չէ, դրա համար չենք, մենք այստեղ ենք, որպեսզի ձեզ քաջալերենք ու ասենք գնացեք պատգամը տարածելու, գնացեք աշխարհին Քրիստոսով եկած ուրախությունը, փրկությունը ավետելու եւ սա ամենամեծ կանչվածությունն է, ամենավեծ կոչումը։ Մարդիկ երազում են հովիվ դառնալ, մարդիկ երազում են առաքյալ դառնալ, մարդիկ երազում են վերջապես ինչ-որ մի պաշտոնի հասնել, բայց ես ասում եմ ձեզ, ամենամեծ կանչվածությունը պատգամը ավետողն է, ամենամեծ կանչվածությունը ձեր վրա է, դուք կանչված եք, գնացեք համարձակ, բայց կրկնում եմ, ձեր վրա աշխատեք, սովորեք, ամենաառաջինը երիտասարդներ կրկին ձեզ եմ ասում, ինչքան կարող եք, ամեն բան արեք, որպեսզի սովորեք լեզու։ Ու ես կուզենայի, որպեսզի դուք այդ նախանձավորությունը ունենաք, այդ ցանկությունը, եթե դուք ուզում եք, որ վերջապես հիվանդը բժշկվի, եթե դուք ուզում եք հույս կորցրած անձնավորությունը հույս ունենա, եթե դուք տխրության ցավի մեջ հայտնված մարդու երջանկությունն եք ուզում, դուք պարտավոր եք, սովորեք ու գնաք, դուք պարտավոր եք առնեք ու գնաք։ Ես ձեզ խրախուսում եմ, կոչ եմ անում անընդհատ, որպեսզի այդ մեծագույն ավետիսը, պատգամը տվողը լինեք, որովհետև մեր Հիսուսը հենց դրա համար էր, ինքը ոչ միայն պատգամը տվեց, այլ այդ պատգամը տեղ հասնելու համար, իրական դարձնելու համար իր կյանքը տվեց, նա համաձայնվեց մեռնել, ամենաանարգ, ամենացավոտ մահով, խաչի վրա մեռնելով, որպեսզի պատգամը, փրկության ավետիսը տա մարդկանց ու մարդիկ այդ առնելով փրկվեն։ Թող Տերը օգնի, որպեսզի մեր եկեղեցիները դառնան այդ ավետիսի, այդ պատգամը տվողի նախանձավոր լինեն, ոչ թե իրար դեմ խոսեն, ոչ թե իրար դեմ աշխատեն, ոչ թե իրարից փախցնեն, ոչ թե իրարից գողանան, այլ գնան աշխարհին, կորսվող աշխարհին։ Մենք շատ անտարբեր ենք մեր շուրջը հայտնված ողբերգական վիճակի մեջ հայտնված մարդկանց մասին։ Նահանգներում այդ ավելի շատ զգացվում, հատկապես Լոս Անջելեսում, ուր գնաս այդ բոմժերն են, մուրացկաններ, խելքը թռցրած մարդիկ, փողոցում իրանց խոսող, կիսամերկ մարդիկ, որ խոսում են, ու դու շատ հաճախ մտածում ես, սով են ես հիվանդները, մենք շատ հաճախ այդ մարդկանց պիտակներ ենք դնում, մենք շատ հաճախ այդ մարդկանց կողքով անցնելու չենք էլ ուզում, որովհետև դու քայլում ես մայթի վրա քայլելու, ոտ դնելու տեղ չկա, մայթի լայնքով սենց ասֆալտի վրա պառկած են, այդտեղ ուտում են, այդտեղ վերջապես իրանց կարիքներն են օգում, այդտեղ ամեն բան են անում, փողոցում հենց, ու մենք շատ անգամ անցնելով ոչ թե խղճահարություն, այլ ինչ որտեղ զզվում ես, ու հետո մտածում ես Տեր Աստված, այս մարդը ինչով է մեղավոր, սա այդ արդյոք Բեթեսդայի ավազանի մոտ ընկած անդամալույցի նման չի, որ անօգնական է, Տեր ու տիրական չունի, վերջապես խելքը գնացել է, առողջությունն էլ է գնացել, բայց իր կյանքը այդպիսին է։ Մենք այդ ցավը չունենք, այսօր աշխարհը դրա նման է։ Մեր շուրջ այսօր լիքն են նման մարդկանցով,
բավական աղբի արխի մոտերով անցնեք ու հանկարծ մեկ այնտեղ աղբի մեջ քչփորում է, սկսում եք յախ կանել, սկսում եք թքել, սկսում եք ասել, «Էս ինչ անում, էս ինչ»։ Դրա ժամանակը չի, պատգամը տալու ժամանակն է, այդ մարդուն այդ վիճակից ազատելու ժամանակն է, վեր կաց ասելու ժամանակն է, Հիսուսին տալու ժամանակն է։ Եվ ես քաջալերում եմ ձեզ, որ այդ զզվանքի փոխարեն ձեր սիրտը ցավով լցվի, վերջապես խղճահարությամբ լցվի եւ հասկանաք, որ Հիսուսը հենց դրանց համար է մեռել։ Նա առողջների համար չի եկել, առողջներին բժիշկ պետք չի, նա եկել է հիվանդների համար, որպեսզի այդ հիվանդին ապրի ասի։ Արդյոք մենք այդ սրտացավությունը ունենք, արդյոք մենք մեր շուրջը հայտնված ոնց ասեմ, անարգված, անտես, կեղտոտ, ես իմ մարդու մասին հոգ ենք տանում ու մտածում այնպես, ինչպես Հիսուսը կմտածեր ու հոգ կտաներ։ Նա շատ հաճախ նա մեղադրվում էր հենց դրա համար, որովհետև ասում էին մաքսավորների ու մեղավորների ընկերն է, ուտողների ու խմողների ընկերն է։ Նրանք զարմանում էին, որ Հիսուսը հանկարծ կարող է հայտնվել բորոտի կողքին, ոչ միայն կողքին հայտնվել, այլ ձեռքը դնել էր բորոտ տեղի վրա ու ասել մաքրվի ու նա մաքուր լիներ։ Սիրելիներ, մենք բերեք չնմանվենք փարիսեցիներին, ովքեր բորոտությունից, կեղտից, մեղքից, հիվանդությունից, ցավից զզվում են ու մարդուն անարգ են համարում, այլ նմանվենք նրան, ով գալիս է հայտնվում ու ասում է ապրի։ Նա քեզ ինձ մի օր այդ բառը ասավ, մի օր ասավ ապրի ու մենք գտանք նրան, ու մենք ընդունեցինք նրան եւ ինքը իր քաղանցքը մեր վրա տարածեց ու մեզ կյանքի կոչեց։ Այդ քաղանցքը տարածողները բերեք լինենք մարդկանց վրա, ցավի վրա, հիվանդության վրա, տառապանքի վրա, այդ քաղանցքը տարածենք, որպեսզի նրա անունը փառավորվի։ Այլապես զուր է մեր աստվածպաշտությունը։ Եթե մենք միայն կրկնում ենք պիտի գանք այստեղ խոսանք, սովորացնենք վերջապես ու մեր քարոզությունը ընդամենը բարոյադաստիարակչական ուղղություն պիտի ունենա, իզուր է, ավելի լավ է դա չլինի։ Մենք բարոյադաստիարակչական քարոզ տալով մարդուն չենք փոխի, մարդին փոխողը Հիսուսն է, նրան ընդունելով մարդը կարող է փոխվել, լրիվ ուրիշ մարդ կարող է դառնալ։ Իսկ կարող է մենք տարիներով բարոյադաստիարակչական քարոզ տանք, կրկնում եմ, դու դուրս գաս դռնից մոռանաս ու գնաս քո գործը անելու։ Միայն նրա մի խոսքը, միայն նրա մի բառը կարող է քո կյանքը արմատապես փոխել, քեզ երջանիկ դարձնել։ Բերեք բարձրանանք ոտքի։